Օրհնյալ Կիրակի սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք գոհանանք Տերիցը, որ նրա ներկայության մեջ ենք։ Ասենք շնորհակալ ենք Տեր, որ արթնացրել ես մեզ եւ քո տանը մեջ ենք։ Եկել ենք երկրպագենք քեզ, օրհնենք քեզ։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, եւ բոլոր իմ ներսը նրա սուրբ անունը։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, եւ մի մոռանալ նրա բոլոր բարիքները, որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցավերը, որ փրկում է քո կյանքը ապակատությունից, որ փսակում է քեզ շնորհքով եւ ողորմությունով։ Եկեք փառք տանք եւ գոհանանք մեր Աստծուց, որ ներում է մեր բոլոր մեղքերը, որ բժշկում է մեզ եւ օրհնում է մեզ։ Շնորհակալություն ենք հայտնում քեզ, Տեր, որ միշտ մեզ հետ ես։ Երբ որ մենք ընկնում ենք, դու բարձրացնում ես մեզ։ Երբ որ նեղության մեջ ենք, միայն դու ես մեր հետ, Տեր։ Շնորհակալ ենք եւ գոհանում ենք, Օ Եհովա Աստված, փառք ու պատիվը քեզ, Տեր։
փակել, երգել, որ մեր Աստված սուրբ է, որ մեր Աստված կատարյալ է։ Եվ մենք սիրում ենք քո սուրբ ներկայությունը, քո փառքի ներկայությունը, Տեր, մեր բարի Աստված։ Շնորհակալ ենք, Հայր, ամեն բանի համար, որ քո ներկայության մեջ մենք երկրպագում ենք, գտնում ենք քո սուրբ անունը, Տեր, եւ քո ներկայությունը թող գա այս վայրում, քո ներկայությունը գա եւ բժշկի մեզ, քո ներկայությունը գա եւ բարձրացնի մեզ։ Մենք չենք կարա առանց քո ներկայության երկրպագել քեզ, Տեր, չենք կարա առանց քո ներկայության կանգնել, Տեր, Հայր
Ուզում ենք, որ հեղվեն այն անձրևները մեզ վրա Տեր, հեղիր այստեղ, հեղիր Տեր դու այստեղ, մենք սպասում ենք քեզ Տեր, թող նորոգվեն մեր սրտերը Տեր, ուզում ենք տեսնել քեզ, ուզում ենք փառվել քեզ մեր Աստված, ու եթե սիրտս ու մարմինս մաշվի, միայն քեզ ենք կանչելու Տեր, դու արժանի ես մեր Աստված, թափիր մեզ վրա այն անձրևները, թող գան և մաքրեն և նորոգեն մեզ, Տեր դու ամեն բան գիտես, ինչ իրավիճակների մեջ հով ենք մենք անցնում, դու ամեն բան գիտես Հայր, բարձրացրում ես Տեր, նորոգիր մեզ, հեղիր մեզ վրա Տեր, ցույց տուր քո փառքը Տեր,
մեկիս Տեր։ Դու գիտես ամեն մեկիս անցնելիք ճանապարհը Հայր։ Խնդրում եմ, որ նորոգես ամեն մեկիս Տեր, որտեղ ամեն մեկս մի իրավիճակի մեջ են գտնվում։ Եվ այդ իրավիճակից Տեր ուզում ենք դուրս գանք միայն քեզանով Տեր։ Միայն քո ձեռքով Տեր, որտեղ վստահ ենք, որ քո ձեռքը չի կարճացել Տեր։ Հանձնվում ենք Տեր, ասում ենք արա այն ինչ ուզում ես Տեր։ Թող քո հոգին հեղվի այստեղ։ Թող մենք լինենք ամեն անգամ քո ծածկոցի տակ Տեր, քո արյան ծածկոցի տակ Տեր, որտեղ քո արյան ծածկոցի տակ կա ապահովություն, կա օրհնություն, կա զորություն Տեր, կա ողորմություն Տեր։ Այո իմ Տեր Աստված։ Ես հրճակում եմ, որ այս եկեղեցին քո արյան ծածկոցի գինն է Տեր։ Եվ մենք Տեր հավատում ենք Տեր այն օրվան, որ պիտի ավելի զոնանանք Տեր եւ ավելի շատանանք Տեր եւ ավելի օրհնվենք Տեր։ Ոսում եմ սիրտը բացվի այս րոպեների մեջ Տեր, որ քո փառք ավելի երևա Տեր, որ քո երես ավելի փայլի Տեր հիմա այստեղ։ Այո մտնում ենք քո սրբարանը Տեր, քո ողորմությամբ եւ ասում ենք Տեր, որ դու միակն ես Տեր, ում երգում ենք ու փառաբանում ենք, ում օրհնում ենք եւ գովասանք ենք բարձրացնում Տեր։ Թող վայելի իմ հոգին Տեր, ինչպես այս երկի խոսքերի ասում։ Բարի է մոտենալ Տիրոջը, ասել փառքը քո Տեր։ Այո բարի է։ Եվ իմ հույսը Տեր, քեզ վրա է լինելու ամեն անգամ եւ ամեն վայրկյան։ Սիրում եմ քեզ Տեր, որովհետեւ ասում եմ, որ դու ես իմ բաժինը Տեր, որ դու ես մեր բաժինը։ Դու ես Տեր այստեղ երողների բաժինը Տեր, քեզ սիրողների բաժինը Տեր։ Ահա մենք կարող ես բարձրացնել քո ձեռքը ասել Տեր, ես ընտրում եմ բանի բաժինը, ահա ես ընտրում եմ բանի բաժինը Տեր։ Եվ իմ հոգին պիտի ասի, որ Տեր, ես միայն քեզ եմ օրհնելու, քեզ եմ երկրպագելու, ես ուրիշ Աստված չունեմ Տեր, ես միայն ընտրել եմ քեզ Տեր։ Եվ ուզում եմ քայլել քո ճանապարհով, Սուրբ Հոգի նորոգի իմ սիրտը, խնդրում եմ ների իմ մեղքերը Տեր, որ շատ անգամ ես սխալվում եմ և ընկնում եմ, բայց ես գիտեմ, որ հույս ունեմ, բայց ես գիտեմ, որ ընտրել եմ քեզ, ուզում եմ, որ Սուրբ Հոգին հիմա գործի այս վայրին, փակիր աչքերդ աղոթին, ինչպես կարող ես ասա, Սուրբ Հոգին նորոգիր ինձ, ես ունեմ կարիք, որովհետև Տեր, ես չեմ ուզում մենակ անել այն ինչ ես ուզում եմ հաստվել և անել այնպես, ինչպես դու ես ուզում Տեր, ես ուզում եմ խոնարհվեմ, որ դու ինձ բարձրացնես, որ քո զորությունը բարձրանա այս վայրում Տեր, այո ես ընտրում եմ Տեր, ընտրում եմ քեզ, ես ընտրում եմ քո զորությունը իմ կյանքում Տեր, քո բարությունն եմ ընտրում Տեր և քո օրհնությունը իմ կյանքում, արի Սուրբ Հոգի, արի Սուրբ Հոգի, արի այս վայրում գործիր Տեր իմ կյանքում, իմ մտքում Տեր, իմ հետագա ընթացքների մեջ Տեր, իմ այս գալիք շաբաթվա մեջ Տեր, ուզում եմ, որ Սուրբ Հոգի ամենիով հեղվես Տեր և դու գործես Տեր։ Ես գիտեմ, որ իրավիճակները շատ անգամից նեղացնում են, շատ անգամից խայթում են, բայց ես ասում եմ, որ Սուրբ Հոգի, ես ուզում եմ կանգնել, ես ուզում եմ պայքարել, ես ուզում եմ Աստծո հոգով, Աստծո զորությունով պայքարել և գալ դեպի քեզ, որովհետև ես գիտեմ ում եմ հուսացել, որտև ինձ պատահած ամեն բանի մեջ իմ Աստված արդար, իմ Աստված կզորացնի, իմ Աստված կօրհնի, իմ Աստված կբարձրացնի, այո հավատքով բռնենք այս խոսքը, ասենք մենք ամեն ինչ կարող ենք մեզ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Եթե այսօր դու ունես իրավիճակ, որ քեզ նեղացնում է, որ քեզ տկարացնում է, ունես հիվանդություն, որ քեզ կոտրում է, հավատքով բարձրացու ձեռքդ վեր ասա, ես ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, որտև Հիսուս Քրիստոսի մի կաթիլ արյունը կարող է ամեն ինչ ուժել, ամեն ինչ զորացնել, ամեն ինչ բրկել։ Այո, հանձնվում եմ քեզ Տեր, ասում եմ, որ Տեր իմ իրավիճակը միայն դու կարող ես ապրել։ Ես իմ ուրախության մեջ եմ Տեր, իմ ոչ դեպքից, ինչպես Դավիթ էր Սամոս
մեջ երկում, երկրպագում, այնպես էլ մենք ուզում ենք գոհել քեզ քո անունը Տեր, եւ թե ուրախության մեջ, թե եւ տխրության մեջ, թե կոտրված իրավիճակի մեջ դու ես մեզ բարձրացնում։ Այ մեր հոգիների երկում ակես, մեր հոգիների երկում ա, ու ասում ա, որ Տերն է իմ բաժինը, Տերն է մեր բաժինը։ Երբ մտնում է սրբարանը այն շամսիտ է իմ ասում օնեմ երկնքում ու երկրի վրա քեզանից բացի ոչինչ չեմ ուզում ուզում եմ մի բան ասենք Տերն է իմ բաժինը, ասա մի դա Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, հավիտյան, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, հավիտյան
Աշխարհը դրասու թող բարավորվի Հայրը որդին եւ Սուրբ Հոգին Հալելույա ամեն Ամեն, 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 ալելույա, պարկ տիրոչը, կողքինիտ մի հատ լավ խոսք ասա, ուրախացրու լավ խոսքով, որ տրամադրություն ընկածա թող բացվի, ասա քեզ համար հույս կա, մի տխրի, մի տրտնջա, մի դժգոհի, որ երբեմն հանդիպում ես նեղությունների կամ փորձությունների, վերջը բարի է լինելու, եթե կա, եթե հնազանդվենք Տիրոջը, ամեն, ալելույա, փառք Տիրոջը, սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր այստեղ գտնվողները բարի բաժինն են ընտրել, ով է համաձայն, պարապությունից հա որ եկել եք ստեղ, գործ չունեիք, ես գիտեմ ոմանք լիքը, բայց փառք Աստծո, դուք մտքի նորոգություն ունեցող մարդ եք, և Աստծո խոսքը ինչ է, ճշմարտություն, Աստված ճշմարիտ, և բերեք մի բան կարդամ, այսօր որ ընտրել եք, եկել եք, տեսեք ինչ է ասում Տերը, եթե ետ դարձնես շաբաթիցը քո ոտքերը, հրյաների մոտ շաբաթօրն է Սուրբ օր համարվում, մեր քրիստոնյաների մոտ կիրակին ի պատիվ Քրիստոսի հարության, ժողովուրդ ջան, մենք այդպես ենք ընդունում, որ բաղձանքը չկատարես, իմ Սուրբ օրը, ասա կողքինից, սա Տիրոջ Սուրբ օրն է, և Աստված օրհնի, որ քո բաղձանքը չես կատարե, այլ եկել ես Աստծո բաղձանքը կատարես, ալելույա, լինեք օրհնված, փառք Տիրոջը, ալելույա, ալելույա, ինչ ես բերե, թիթեռ ես բերե, տեսնում եք երեխեն, թիթեռ ա բերե, ինձ ուրախացնում ա, օրհնյալ լինի, մեր մանուկները թող օրհնված լինեն, ժողովուրդ ջան, վատ մի զգացեք, նորմալ ա, Աստծո տուն ա, և այստեղ պիտի ազատ լինեն նաև մեր երեխեքը, ամեն, ալելույա, ուրեմն նորից ասա, օրհնյալ լինես, որ քո բաղձանքը չես կատարե, այլ Տիրոջ ցանկությունը, ալելույա, որ բաղձանքդ չկատարես իմ Սուրբ օրը և շաբաթը կոչես զվարճություն և Տիրոջը նվիրվածը պատվական և նրան պատվես քո ճանապարհները չկատարելով և քո բաղձանքը չլրացնելով և դատարկաբանություն չանելով այն ժամանակ կզվարճանաս Տերով և ես քեզ վեր կհանեմ երկրի բարձր տեղերը և քեզ կուտացնեմ քո հայր Հակոբի ժառանգությունը, որովհետև Տիրոջ բերանը խոսեց, ալելույա, ովքեր են հավատում այս խոսքին, հավատալ դեռ քիչ է, ովքեր են վստահում Աստծո բերանից դուրս եկած խոսքին, վստահում եք, այսօրը հիշեք, եթե դուք վստահում եք, սա ձեզ համար իրոք նվիրական օր, Սուրբ օր, Տիրոջը նվիրած օր, պիտի մշտական պահեք թանկագիններս, որովհետև քանի երկրի վրա ենք, գործեր պիտի լինեն, քանի երկրի վրա ենք, անվերջ և անավարտ է գործերը, բայց մեր Տերը ճշմարիտ է, հավատարիմ և նրա խոսքը ճշմարտություն, եթե Տիրոջ խոսքը պահես, դու պիտի օրհնվես, ավելորդ չի մի հատ կողքինիդ ասա,
Եվ Եսայի 45:19-ում այսպես է ասում. Ես Եհովաս արդարություն եմ խոսում, ճշմարիտ բաներ եմ հայտնում։ Մենք ընդունենք, որ Աստծո խոսքը ճշմարտություն է եւ Աստված ճշմարիտ, եւ ինքը ինչ որ հայտնում է գրված խոսքի միջոցով ամբողջությամբ ճշմարտություն է, համաձայն ես։ Նորից կողքինիդ ասա, ես ու դու պարտավոր ենք Աստծո ճշմարտությունը պահելու։ Ես ու դու պարտավոր ենք ճշմարտության մեջ քայլելու։ Ամեն, ալելույա։ Լավ, կհասկանաք այսօրվա միտքը ինչն է, թեման ինչն է, ճշմարիտը եւ ճշմարտությունը։ Ալելույա։ Ճշմարիտը մեր Աստված, ճշմարտությունը նրա խոսքը։ Ինչ է ճիշտ վաբշե։ Ճիշտ, ինչ է նշանակում։ Մի քիչ հոմանիշներ եմ հանե։ Ճիշտ, ուղիղ, շիտակ, իրական, ստույգ, հավաստի, ճիշտ, ճշմարտություն, սա է նշանակում։ Իսկ կարանք հակառակն ասենք, որն է հակառակը ճշմարտության։ Սուտը, խաբեությունը, խորամանկությունը, որ կարան ծռեն, ծռությունը, շեղվելը, չէ՞, դրանք հակառակ են։ Բայց փառք Աստծո, որ ինձ ու քեզ Աստված կանչել է ճշմարտության մեջ մնալու։ Ինձ ու քեզ Աստված սովորեցնում է ճշմարտությունը։ Ժողովուրդ ջան, ճշմարտության չափանիշը միայն Աստծո խոսքն է։ Ինձ եւ քեզ համար։ Ինչու ինձ եւ քեզ համար։ Մենք հոգեվոր մարդ ենք, մենք Հիսուսին ընդունած մարդ ենք, Տիրոջ խոսքը ընդունած ենք եւ գիտենք Աստծո խոսքը ճշմարտություն է։ Ամեն մարդ իր ճիշտը ունի, չէ՞։ Սկի լսել եք, ես ճիշտ եմ ասում, իմ ասածը ճիշտ է, դու սխալ ես։ Մեկ խոսքերի մեջ սկսում են իրար ճիշտ ու սխալ անելը։ Բայց եթե մի քիչ իմաստություն ունենանք կամ ունենան, մենք ինչ կանենք, կբերենք Աստծո խոսքի առաջ, ցանկացած իրավիճակում, ցանկացած պայմաններում, կհամեմատենք այդ երևույթը Աստծո խոսքի հետ։ Եվ չկա այնպիսի իրավիճակ, որ Աստծո խոսքը բացատրություն չունենա տալու։ Աստծո խոսքը ամեն իրավիճակի համար բացատրություն ունի։ Եվ նայեք, ուղղակի մարդը այդ հպարտությունը, եսը այնքան բարձր է, շատ դժվար է Աստծո ճշմարտությունները ընդունում։ Բերեք ասենք, թերևս մենք էլ երբեմն ոնց կլինի մեզ սովորեցնեն, ոնց կլինի մեզ հանդիմանեն, ոնց կլինի մեզ ուզենան ուղղության բերեն։ Մենք գիտենք, ինձ ոնց հարմար է, դու չես հասկանում, դու չգիտես իմ պայմանները, դու չգիտես իմ իրավիճակները։ Եվ արդեն ինչ ենք անում, Աստծո խոսքին ենք հակառակվում, Աստծո խոսքին։ Եվ կարծում ենք, թե Աստված մեր իրավիճակը չգիտի, Աստված չի տեսնում, Աստված չի լսում։ Սկսում ենք ինքնաարդարացնել։ Սկսում ենք մենք մեզ շատ իմաստունի տեղ դնել եւ մեր իրավիճակները կարծես քողարկել արդարացնելով։ Բայց թանկագիրներս, բոլոր իրավիճակի մեջ Աստծո խոսքը ճշմարիտ է եւ Աստծո խոսքը ասма մաքուր ոսկից էլ մաքուր է, զտված, բովված։ Եվ Աստված իր խոսքի հետևը կանգնած Աստված է։ Նա չկա մի բան, որ իր բերանից խոսքը դուրս գա ու չանի։ Թե լավ,
թե վատ։ Նա արդար է։ Եթե կա ճշմարտություն, ճշմարտության համար վարձ կա, ճշմարտությունն ու արդարությունը միասին են գնում։ Բայց անարդարությունն ու ստախոսությունն էլ իրար հետ են գնում։ Ընկերներ են, որտեղ կա արդարություն, այնտեղ կա ճշմարտություն, որտեղ կա ճշմարտություն, այնտեղ կա արդարություն, ու երանի թե ես ու դու ընտրենք ճշմարտությունն ու արդարությունը։ Գիտեք, ի սկզբանե ով էր ստախոսը։ Սատանան։ Ի սկզբանե։ Եվ ինչ կատարվեց։ Ի սկզբանե Ադամին եւ Եվային Աստծո ճշմարտությունից շեղեց։ Աստծո ճշմարտությունից դուրս հանեց, որի արդյունքը ճշմարիտ Աստված խոսք ուներ։ Խաբեց ստախոսությամբ, եթե ուտեք Աստծո նման կլինեք, եթե ուտեք։ Եվ հավատացին, կերան, մեղքը կատարվեց, բայց քանի որ Աստված ճշմարիտ է եւ Աստված արդար է, չուշացրեց իր դատաստանը։ Ինչ արեց։ Անեց քեքավ, անիծեց Ադամին էլ, Եվային էլ, օձին էլ։ Պատկերացնում եք, ինչ հիմա կարծում եք, եթե մենք Քրիստոսին ընդունած մարդ ենք, բայց փառք Տիրոջը մեզ համար հույս կա, հետո կանդրադառնանք, մի քիչ ուզում եմ հին ուխտից դեպի նոր ուխտը գալ։ Գիտեք, ում նկատմամբ էլ, որ դու անարդար գտնվես, Աստծո թե մարդկանց պատիժը կա։ Ում նկատմամբ էլ ճշմարտությունը չանես եւ անարդարություն գործես, Աստված բոլորովին ճշմարիտ է եւ արդար։ Դատաստանը կա, անպատճառ կա։ Բայց թանկագիններս, ես ուզում եմ մի օրինակ բերել հին ուխտից։ Հիշում եք ով էր Գեդեոնը։ Գեդեոնը մեկն էր, որ երբ որ մադիանացիները հարձակվել էին եւ Իսրայելին թալանում էին, քարանձավները մտած վախից հազիվ հաս ուզում էին մի բան հայթայթեն, մի բան ցանեին, մի բան որ ուտեին, գոյատևեին, բայց մեկ օր Աստված Գեդեոնին հայտնվեց, խոսք ասավ, ճշմարիտ Աստված եւ նրա խոսքը ճշմարիտ։ Ասավ կտրից զորավոր։ Գեդեոնն ասավ ես վախկոտ մեկն եմ։ Ինչ կտրից զորավոր, ով եմ ես, հələ տեսես ինչ բան եմ, ինչ եմ անում, բայց մեկ է, երբ որ Աստծո խոսքն է հնչում, Աստված ամենավախկոտին էլ կարող է զորավոր դարձնել, որտեղ Աստծո խոսքը ճշմարիտ է, զորավոր է, երկսայրանի սուրից էլ սուր է։ Գեդեոնին պատմությունը կկարդակ դատավորած 7-րդ գլխից Գեդեոնին հաղթություններ տվեց։ Գեդեոնը իր հաղթանակները տանելով Հերոբաղամ կոչվեց, նույն Գեդեոնը, բայց գիտեք, Գեդեոնը իր հաղթությունները, այդ ամեն ինչը ճիշտ էլ վերագրեց Աստծուն։ Ինչ ասեց, ժողովուրդը Գեդեոնին ասեցին, արի մեր վրա թագավորի։ Գեդեոնն ասավ, չէ, թող Աստված ձեր վրա թագավորի։ Լավ ասեցիր, Գեդեոն ջան, քո վրա պիտի թագավորեր, բայց այդքան հաղթություններից, այդքան Աստծո արած բարիքներից Գեդեոնը մի այնպիսի սխալ գործեց, որ իրա եւ իր որդիների համար այդ սխալը դարձավ որոգայթ։ Ինչ արեց։ Այն ավարները, որ մադիանացիներից թալանել էին, վերցրել էին, ժողովրդին ասեց, ոսկի այդ օղերը բերեք տվեք ինձ,
Ժողովուրդը համաձայնվեցին, շատ լավ համաձայնվեցին, բերեցին եւ Գեդեոն ինչ արեց այդ ոսկի օղերը եփուտ սարքեց եւ ժողովուրդը սկսեցին պաշտել եւ արդեն ավելի կոպիտ բառագրած Աստծո խոսքը թողնողների համար ասма եւ բորնկացան դուք պատկերացնում եք եւ դա Գեդեոնի այսքան հաղթությունները Աստծո ճշմարտությունը չպահելը Աստծո խոսքի մեջ չմնալը Աստծուն չհարցնելը ինչ արավ Գեդեոնը իրան թվաց թե ինքը ճշմարիտ բան է անում հաղթություններ զորություն շատ լավ էր բոլորն էլ տեսան բայց իր հաղթությունները իր այդ հաջողությունները ոնց որ Գեդեոնը ճիշտ գնահատական չտվեց եւ Գեդեոնը մոռացավ որ ինքը գործ ունի Աստծո հետ եւ Աստծո խոսքն է ճշմարտություն եւ Աստված պիտի քեզ ճշմարտությունը ցույց տա եթե հարցնես Միթե Աստված քեզ այդպիսի բաներ ասե Գեդեոն ոչ որտեղից հաղթություններից բժած միտքը ապականվեց գիտեք մենք էլ քրիստոնյաներս երբ որ ինչ որ չափի ինչ որ հասակի հասնում ենք մեզ թվում է թե մենք ամեն բան գիտենք մեզ թվում է թե մենք արտոնյալ ենք մեզ թվում է թե մենք ամեն ինչ իրավունք ունենք անելու եւ երբեմն աղոթքի կյանքի բացակայության պատճառով եւ Աստծո հետ փոխհարաբերություն չունենալու պատճառով մեծագույն սխալներն են գործում, որը ինչ է լինում մեզ համար էլ որոգայթ։ Երբեմն էլ մեծ ճակատագրական սխալներ, որն է, երբ որ մենք թվում է թե մեզ համար ամեն ժամանակ կա գործելու, անելու, բայց մենք պիտի հասկանանք, որ ճշմարիտ է Աստծո խոսքը եւ ճշմարիտ է Աստված թե հին ուխտում, թե նոր ուխտում։ Դրա համար մենք պիտի թանկագիններս շատ ուշադիր լինենք, շատ զգուշությամբ վարվենք։ Աստծո խոսքը ինձ ու քեզ համար էտալոն է, չափանիշ է եւ մենք պիտի Աստծո խոսքը ուղիղ պահել։ Բայց հետևանքը ինչ եղավ Գեդեոնի։ Եվ այդ որոգայթը իր զավակներին, իր հարճի որդին, որ իր որդին էր նաև ինքը 70 որդիներ ուներ։ Եկավ եւ իր եղբայրներին սպանեց, մենակ մեկը փրկվեց։ Բերեք այս մասից կարդանք մի քիչ, հա, ու տեսեք ինչ է ասում, բացենք դատավորած, ուրեմն 9:16-ից կարդանք, հա, Կողքինի դասա փառք Աստծո ուշադիր լսենք, միտք առնենք։ Ուրեմն մի որդին ազատվում է եւ կանգնում բարձր տեղ եւ այս խոսքերը ուղում ժողովրդին, որ իրենք ընտրեցին Հերոբաղամի հարճի որդուն Աբիմելեքին։ Տեսեք ինչ ասում։ Եվ հիմա եթե դուք ճշմարտությամբ եւ արդարությամբ վարվեցաք, Աբիմելեքին թագավոր արիք, եւ եթե Հերոբաղին եւ նրա տանը բարություն արիք, եւ եթե նրա ձեռքի գործքերի համեմատ նրան հատուցում արիք, որ իմ հայրը ձեզ համար
պատերազմ արավ եւ իր անձը չխնայեց եւ մեզ մադյամի ձեռքիցը ազատեց։ Ճշմարիտ էր ասում, իսկապես Գեդեոնը Աստծուն լսեց, Աստծո ճշմարտություններին հնազանդեց, Աստված էլ օգտագործեց Գեդեոնին եւ ժողովուրդը ազատվեցին։ Իսկապես բարիք արին։ Դու բարիք կանես ժողովրդին, բայց ինչ արեցիր, Աստծո առաջ մեծագույն մեղք գործեցիր եւ քո արած բարիքը չարիք դարձավ նաեւ ժողովրդի համար կարծես։ Երանի այդ բարիքը անելով մինչև վերջ ուղղություն անեիր, մինչև վերջ ճշմարտությանը հնազանդվեիր, մինչև վերջ Աստծո ձայնը լսեիր, խոնարհվեիր եւ չշեղվեիր։ Իսկ դուք այսօր իմ հոր տան դեմ եք կանգնել եւ նրա որդիքը 70 մարդ մեկ քարի վրա սպանեցիք եւ նրա աղախինի տղան Աբիմելեքը Սյուքեմի բնակիչների վրա թագավոր արիք, ըստ որում ձեր եղբայրն էր։ Եվ եթե այսօր Հերոբաղի նրա տան հետ ճշմարտությամբ եւ արդարությամբ վարվեցաք, Աբիմելեքի վրա ուրախացեք, նա էլ ձեզ վրա թող ուրախանա, ապա եթե ոչ, թող Աբիմելեքիցը կրակ դուրս գա եւ Սյուքեմի բնակիչներին եւ Մելոնի տունը այրե եւ Սյուքեմի բնակիչներից եւ Մելոնի տնիցը կրակ դուրս գա եւ Աբիմելեքին այրե եւ Հովաթամը փախավ, ազատվեցավ եւ գնաց Բեիր եւ իր Աբիմելեքը եղբայրներից վախենալով այնտեղ բնակեցավ։ Եվ Աբիմելեքը Իսրայելի վրա 3 տարի իշխեց եւ Աստված Աբիմելեքի եւ Սյուքեմի բնակիչների մեջ չար ոգի ուղարկեց։ Եվ Սյուքեմի բնակիչները Աբիմելեքի հետ նենգությամբ վարվեցին։ Ուրեմն դուք շարունակությունը կկարդաք։ Գիտեք, նախ Գեդեոնի սխալը, որ Գեդեոնը Աստծո ճշմարտության մեջ չմնաց։ Տեսնում եք ինչ հետևանքներ մեկ անձի հիմարության պատճառով, մեկ անձի անմտածված գործելու պատճառով հաղթություն տարած մարդ էիր, ինչ եղավ, նախ որդիներդ սպանվեցին, դուք պատկերացնում եք ժողովուրդ, որ Աստված ճշմարիտ է եւ արդար, նա իր ճշմարտությունը երբեք չի ծռի եւ ոչ էլ ծուրի հետ ինքը կծռվի, ինքը ուղիղ, ճշմարիտ եւ իր խոսքերը ճշմարտություն Աստված է, նա չի համակերպվի իմ եւ քո գործած հիմարությունների հետ։ Դրա համար մենք պիտի զգույշ լինենք, ինչու այս պատմությունները գրվե, ինչու հեքիաթ չի գրվե, որ բռնենք կարդանք, ասենք, հա այս ինչ պատմություն ա գրվեց, Հերոբաղամ, Աբիմելեք, չգիտեմ, կարանք հեքիաթի վերածենք, բայց սա Աստծո խոսք է եւ ճշմարիտ է եւ Աստծո բերանից դուրս եկած խոսքը անբեկանելի է։ Ինձ ու քեզ համար գրվեց, որպիսի ինձ համար, քեզ համար օրինակ լինի եւ ես ու դու Աստծո ճշմարտությունից երբեք չշեղվենք։ Կողքինիդ ասա, զգաստ լինենք, գնահատենք Աստծո ճշմարիտ խոսքը եւ ապրենք նրա մեջ։ Նայեք, թանկագիններս, բայց նոր ուխտի ժամանակ Հիսուսը եկավ ու հռչակեց. Ես եմ ճանապարհը,
ճշմարտությունը եւ կյանքը ես եմ։ Այսինքն ինչու հրճակեց, իսկ Հովանու առաջի գլուխը կհիշեք, ինչ ասեց, բանը Աստված էր, բանը Աստծո մոտ էր եւ բանը եկավ մարմնացավ։ Բանը ինչի մասին էր, Աստծո խոսքի, Աստծո ճշմարտության եկավ եւ ճշմարտապես ինչ որ մարգարեները մարգարյացել էին, Աստծո ճշմարիտ խոսքը կատարվեց։ Ասենք ճշմարիտ է Աստծո խոսքը, Աստված մի բան չի ասի եւ չկատարվի։ 730 տարի առաջ Եսային էր մարգարյացե եւ շատ սկզբից մինչեւ վերջ, որ մենք կարդում ենք ծննդոցից մինչեւ հայտնություն, բոլորը Հիսուսի մասին է, բոլորը։ Գիտեք, բայց մենք ով ենք Քրիստոսի մեջ։ Բերեք նույն կարդանք Հովանու առաջի Հովանու բացենք։ Մենք պիտի իմանանք, եթե Հիսուսն է ճշմարտությունը, ճանապարհը եւ իմանանք թանկագիններս, եթե առաջի Ադամով Աստծո խոսքը անարգվեց, Աստծո ճշմարտությունը ձգվեց եւ հետևանքը անեծք եղավ, երկրորդ Ադամով, ով էր երկրորդ Ադամը, Հիսուս Քրիստոսը, մեր Տերը, մեր Փրկիչը, մեղքը դատապարտվեց, մեղքի խայթոցը, որ մահ էր, պարտվեց եւ հաղթություն տրվեց, բայց այդ հաղթությունը ես ու դու պիտի վերցնենք, պահենք, ապրենք եւ ոչ թե ոնց ուզենք ապրենք, ասենք դե Հիսուսը մեզ համար հաղթություն է տարել, լավ է արել։ Իսկ դու ինչպես ես վարվում։ Ուրեմն առաջի Հովանես 5-րդ գլուխ 20 խոսքից։ Եվ գիտենք, թե որ Աստծո որդին եկավ եւ մեզ միտք տվավ, որ ճշմարիտը ճանաչենք եւ ճշմարիտումն ենք, այսինքն նրա որդի Հիսուս Քրիստոսումը, եւ նա է ճշմարիտ Աստվածը եւ հավիտենական կյանքը։ Պատկերացնում եք, եկավ, մեզ միտք տվավ։ Ապաշխարությունը որտեղ է տեղի ունենում, ժողովուրդ։ Մտքում, մեր խոհելակերպում, ընդ որում խոհելակերպից է գալիս մնացած փոփոխությունները, ինչպես մտածում ես, այնպես էլ գործում ես։ Եթե ստությամբ ես մտածում, սուտ բաների վրա ես մտածում, քո սուտն ու մարդկայինն ես ուզում առաջ տանես, դրա մեջ ես խորանում։ Բայց եթե մտածում ես Աստծո խոսքի վրայով, որ է ճշմարտություն, եւ ինչ ես անում, աշխատում ես աղոթքով, համաձայնվելով Աստծո խոսքի հետ, որ քեզ պահի ճշմարտության մեջ։ Գիտես, ես ու դու ազատ կամք ունենք։ Մենք հեշտ բաները մեր մտքում ընդունում ենք, այո, Հիսուսը իմ փոխարեն անիծվեց, այո, Հիսուսը ինձ արդարացրեց, այո, Հիսուսը վերքերը ստացավ, ես առողջ բժշկված ապրեմ, ասում ենք այո, որը մեզ համար օգտակար է, մենք շատ լավ վերցնում ենք, որը մեզ ձեռքատալի իշահ, մենք այդ ուղիղ ասում ենք, սա ճշմարտություն է, այո, ընդունում ենք, իսկ մտածում եք, որ ճշմարտության մեջ ամբողջությամբ մենք պիտի ապրենք։ Ստախոսները երկինք չեն մտնում, ժողովուրդ ջան, գիտեք, չէ՞։ Եվ ստախոսության մեղքը ինչի հետ էր հայտնության 22 գլխում կկարդակ վերջի, այնպիսի մեղքեր ա գրած, այնպիսի մեղքեր, լավ, ուզում եք բացեմ մի հատ կարդամ, որ կզարմանաս,
Մենք ստին թեթև ենք նայում, չէ՞։ Հադե լավ ինչ եղավ որ։ Հադե մի հատ սուտ ա էլի, բայց ժողովուրդ, Աստված երբեք թեթև չի նայում։ Երբեք։ Աստված ճշմարիտ է եւ ինքը ստախոսությունից զզվում է։ Ահա, եւ ասեց, ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքը ինձ հետ է եւ ամեն մեկին կհատուցանեմ ինչպես որ իր գործերը կլինի։ Ըստ գործերի պիտի հատուցանի, հիմա տեղը չեմ հիշում եւ գիտեք ինչ էր գրած, ասма շնացողները, գողերը եւ ստախոսները բնավ երկնքի արքայություն չեն մտնելու։ Մեր աչքին շատ բանա չէ, ասում ենք դե խո մենք անառակ չենք նրա նման։ Դե խո մենք նա գող ավազակա, խո մենք նրա նման չենք։ Բայց չենք ասում, դե մենք խո ստախոս չենք, որովհետև գիտեք ինչի։ Օրինակ ինչի չենք ասում, ես նրա նման ստախոս չեմ, որովհետև օրը հազարավոր ստեր կխոսենք, չէ՞։ Սուտը սուտ ամնում։ Այն ինչը որ չի համապատասխանում Աստծո խոսքին, այն ինչը որ հակառակ է Աստծո խոսքին եւ ճշմարտությունը չէ, նա սուտ է։ Դու կարող ես շատ փիլիսոփայական խոսքեր էլ փիլիսոփայորեն բացատրես, բայց Աստծո խոսքն է ճշմարիտ եւ Աստծո խոսքն է ինձ եւ քեզ կենթանացնողը։ Աստծո խոսքն է եւ Քրիստոսի մեջ լինելն է, որ մենք կգնանք երկինք։ Մեր ապաշխարության նպատակը ո՞րն է։ Երկինք գնալը։ Տերն է, չէ՞, խոստացե։ Հիսուսը, որ ասեց, ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը, դեպի ուր։ Երկինք տանող միակ ճանապարհը, անբեկանելի Հիսուսն է, ճշմարտություն է Աստծո խոսքը։ Այսօր շատերն են ուզում բոլոր կրոնները միացնեն եւ ասեն նրանք էլ են Աստծուն պաշտում։ Գիտես, Մուհամմեդն էլ է մարգարե, նա էլ է Աստծո մարդ, այն մյուսներն էլ, բայց ոչ մի կրոնական առաջնորդ չհռչակեց, չասեց, ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը եւ ես եմ կյանքը, բայց Հիսուսը ասեց, հռչակեց, Աստծո խոսքը, բոլոր օրենքն ու մարգարեական խոսքերը կատարեց եւ խաչի վրա ասեց, կատարվեցավ։ Իսկ մենք, եթե ես ու դու Քրիստոսի մեջ մնանք, ես ու դու Քրիստոսի մեջ մնալը ինչպես է, ասма, եթե իմ խոսքերի մեջ կենաք, ես ձեր մեջ կկենամ։ Եվ եթե դուք իմ մեջ կենաք, նշանակում է իմ խոսքերի մեջ կկենաք, եւ նրա խոսքերը ճշմարտություն են։ Այսօր մտածելու տեղիք ունենք, չէ՞, մենք ամեն օր կոմպրոմիսների առիթ ունենում ենք, ամեն օր։ Աշխարհը ուրիշ բան է մեզ առաջարկում։ Մեր ընտանիքի անդամները մեզ ուրիշ բան կառաջարկեն։ Մեր գործատուները ուրիշ բան կառաջարկեն։ Վերջապես մենք աշխարհի մեջ ենք, բայց ժողովուրդ ջան, երբեմն մարդիկ ասում են, դե աշխարհի մեջ ենք, ինչ անենք, չենք կարա։ Ով ասավ չենք կարա։ Եթե չկարողանայք, Հիսուսը գնաց, կասեր, ոչ թե կաղոթեր, կասեր, Աստված իմ, իրենց պահի աշխարհի մեջ չարից։ Թե չեք ասեր,
վերցրու շուտ, վերցրու աշխարից, այս աշխարհը ապականյալ, վերցրու թող իրանք չպղծվեն։ Ես ու դու պիղծ աշխարհին ուղղության բերողն ենք։ Աստծո խոսքը ճշմարտություն է, ինչպես մեր միտքն է լուսավորել Աստծո խոսքը, այնպես էլ Աստծո խոսքը ես ու դու պարտավոր ենք ճշմարտապես ապրենք եւ մարդկանց փոխանցենք։ Գիտեք շատերը ինչի Աստծո խոսք չեն քարոզում, չեն փոխանցում, որովհետեւ գիտեն իրանց միջավայրում այնքան սխալ են ապրում, ոմանց էլ մատնանշում են, բա դու հավատացյալ ես։ Բա դու հավատացյալ ես, ճիշտ էլ ասում են, կամ սկսում ենք ինքնարդարանալ, որ հավատացյալ եմ, խո ես հիմար չեմ ինձ օգտագործեն։ Ինչ կլինի օգտագործվի, թող Տերը քեզ օգտագործի։ Քեզ թվում է թե որ մարդիկ ինչ որ բան են անում, քո եսդ անձդ բարձրանում է, ու դու սկսում ես քեզ պաշտպանել եւ քեզ ոման մի sense մեծ մեկի տեղը դնել, ոնց թե դու ինձ այսպես ասիր։ Բայց Աստծո խոսքը ինչ ասում, խոնարհին շնորհք եմ տալի։ Ճշմարտություն է թե ոչ Աստծո խոսքը։ Հալելույա։ Ամբարտավանին հակառակ եմ կանգնում։ Ճշմարտություն է թե սուտ Աստծո խոսքը։ Տերն ինչ ասում, բարի քարա։ Բարի քարա քեզ չարի կանողին, ոնց գլուխը կթրցնեմ։ Մեկի ոտն են կողում, հակառակ, տես ինչ կանեմ։ Ամեն օր, ամեն իրավիճակի մեջ, ժողովուրդ ջան, Աստծո խոսքը ճշմարտություն է։ Եթե ոչ, ընկնում ենք փորձությունների մեջ, ընկնում ենք փորձանքների մեջ եւ սկսում ենք ձախ խողումների մեջ ապրել եւ մեկ էլ տեսնում ենք հերթով դռները փակվեց։ Բա Տեր, դու ասում ես պիտի օրհնեմ։ Օրհնությունը ուզում ենք, բայց հնազանդությունը ոչ։ Աստծո ճշմարտությունը ուրիշին ասելու համար ուզում ենք, բայց մենք ինքներս որ պիտի ապրենք, ոչ։ Կողքինիդ ասա, Աստծո խոսքը ճշմարտություն է քեզ համար։ Եվ պիտի ապրես Աստծո խոսքը։ Երբ որ կապրես, այն ժամանակ Տերը Աստծո ճշմարտությունը պահողների համար վարձք ունի եւ վերջապես Աստծո խոսքը ճշմարտության մեջ ապրողներն են երկինք գնալու։ Ստախոսները, Աստծո խոսքը ծռողները, Աստծո խոսքը անարգողները երկինք չեն մտնելու։ Տերն ասում է, ինձ պատվողին կպատվեմ, ինձ անարգողին էլ կանարգեմ։ Ամեն։ Բայց եթե մենք պատվենք Աստծուն եւ Աստծո խոսքը, Տերն էլ մեզ պատվական մեկը կդարձնի, որտեղ մարդկանց առաջ մարդիկ կտեսնեն, ասում է եւ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր հորը, որ երկնքումն է։ Ամեն։ Ժողովուրդ, երբեմն գիտես մենք մարդկանց հետ գործ ունենք։ Երբեմն մեզ թվում է, մեզ չարիք անողներին չարիք ենք անում կամ մեզ հետ հակառակողների հետ ավելի հակառակվում ենք ու մեզ թվում է թե դա հաղթական կյանք է։ Աստված չի տեսնում, իմացիր, եթե հակառակողներ էլ քեզ կան, մի հատ անձնաքննություն արա, ինչ է ուզում Աստված սրանով քեզ սովորեցնի։ Մեր կյանքում պատահականություններ չկան, թանկագիններս։ Ամեն իրավիճակի մեջ, եթե քեզ հետ անընդհատ փորձություններ, անընդհատ խնդիրներ, մի հատ քեզ հարց տուր, ինչի նշանակում է, եթե լավ մտածենք, միգուցե ճշմարտությունից շեղվել եմ,
Միգուցե ես ճշմարտության մեջ չեմ ապրում։ Տերն ասում է քեզ հալածողին համար աղոթի, բայց ինչ ենք աղոթում, երևի ասում ենք Տեր, թող սա մեռնի, թող սա սենց լինի, բայց օրհնելը գիտեք ինչա, Տեր ներիր, չի գիտակցում, Տեր չի հասկանում, ողորմիր։ Ահա թե որն է ճշմարտությունը։ Ճշմարտությունից դուրս գանք, փորձության ենք հանդիպելու, ժողովուրդ ջան։ Ով է համաձայն, ով է փորձառաբար ապրե։ Մենակ ես։ Այո, փորձառաբար ապրում ենք։ Մեկ էլ տեսնում ենք բարդ բաներ, Տեր, ինչի։ Հələ մի հատ ասում է անձդ քննի։ Հələ մի հատ քննի, տես ինչի։ Եվ ասում է տես որտեղից ես ընկել։ Ոչինչ, այստեղա որ Հիսուսի արյունը գործում է, վեր կաց, կանգնի, ապաշխարի։ Դեռևս ես քեզ չեմ դատապարտում։ Դեռևս հələ ես քեզ շանս տալիս եմ։ Բայց եթե մենք մեր սխալների մեջ հարատևելով գնանք, համ երկրի վրա մեր անարդարության պտուղները կուտենք, որտև Աստված արդար է, արդարություն գործի եւ արդարության պտուղները կուտես, անօրենություն կգործես, քո անօրենության պտուղները կուտես եւ էլ ավելի անօրենները երկինք չեն մտնում, այսինքն Աստծո խոսքը ինչ է, հրամաններ է, կանոններ է, օրենքներ են, պատվիրաններ են, կհիշեք, հրամաններ, կանոններ, օրենքներ, պատվիրաններ եւ այս բոլորը ճշմարտություն։ Աստված ինձանից եւ քեզանից պահանջում է մնա ճշմարտության մեջ։ Դրա համար բերեք մի հատ Սաղմոս 86-ից մի համար կարդանք ու ավարտենք։ Եվ ասենք Տեր մեզ ողորմի։ Ով է համաձայն։ Մենք միշտ Աստծո ողորմության կարիքը ունենք, սիրելիներս։ Ուրեմն 86 Սաղմոս 10 համարից կարդանք։ Որովհետև դու մեծ ես եւ հրաշք գործող, դու ես միայն Աստված, Տեր, ցույց տուր ինձ քո ճանապարհը, որ գնամ քո ճշմարտության մեջ, միացրու իմ սիրտը, որ քո անունիցը վախենամ։ Ալելույա, փառք Տիրոջը։ Մենք ամեն օր պիտի խնդրենք, ամեն օր Տեր օգնիր, Տեր ցույց տու, որպիսի քո ճանապարհներից, քո խոսքից, քո ճշմարտությունից չհեռանանք։ Ամեն։ Իսկ Աստված խնդրողին արձագանքում է։ Իր խոսքը, ասենք ճշմարտություն է, բերեք մի հատ ճշմարտության խոսք խնդրելու համար ասենք։ Տերն ասեց. խնդրեցեք եւ պիտի տրվի։ Տեր, հավատում ենք, դու ասում ես խնդրեցեք պիտի տրվի, հիմա ես խնդրում եմ։ Ինձ պահի քո ճշմարտության մեջ։ Ամեն։ Եվ ստի հետ, ծուր բաների հետ բերեք չհաշտվենք։ Բերեք լուրջ ապաշխարենք, ժողովուրդ ջան։ Ամեն։ Փառք Տիրոջը, կանգնեք աղոթքի, մինչև փառաբանության թիմն էլ թող բարձրանա։ Շնորհակալ ենք Հայր Հիսուսի անունով, փառք ենք տալի, մեծարում ենք քեզ,
ճշմարիտը դու ես մեր Աստված, ճշմարիտը քո որդին է Հիսուս Քրիստոսը, ու Տեր մեզ պահի քո որդու մեջ, պահի քո ճշմարտության մեջ, մենք ուզում ենք Տեր, իսկապես մենք չենք ուզում դառը պտուղներ քաղենք, մենք չենք ուզում զրկվենք երկնքի արքայությունից, մենք չենք ուզում քո անունը անարգող լինենք, մենք ուզում ենք քեզ պատվող ու մեծարող լինենք, մենք ուզում ենք մենք քո ճշմարտությունների մեջ ապրող լինենք եւ ուզում ենք քո ճշմարտությունները հռչակող լինենք ամենուր